Այցելություն հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ, ջերմ եւ անմիջական զրույց կրթօջախի ղեկավար կազմի եւ սաների հետ։ Քոլեջը պատրաստում է ուսանողներին ապագայի մասնագիտությունների համար զուգորդելով տեխնոլոգիական գիտելիքները ստեղծագործական հմտությունների հետ։ Ստեղծագործական մոտեցում հենց հանդիպման սկզբից։ Երիտասարդների ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին ուղղված հարցերը բազմաթիվ էին ու բազմաբնույթ կրթական բարեփոխումներից մինչև մասնագիտության ընտրություն ու հաջողության հասնելու գրավական։ Ցանկացած ոլորտում, եթե դուք ուզում եք հաջողակ լինել, առաջին հերթին դա ձեր ստեղծարար ազատ մտածողությունից է գալիս։ Եթե ձեր ստեղծարար հմտությունները, մտքի ազատությունը, միշտ երազելու կարողությունը դուք չհամադրեք, հաստատ չեք լինի լավագույններ։ Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարևորել է այն փաստը, որ երիտասարդները ստանում են ստեղծարար ունակություններ ձևավորող գիտելիքներ։ Ազգային ժողովի փոխնախագահը հորդորել է երիտասարդներին գնալ իրենց նպատակի հետևից, ստեղծելով հավելյալ արժեք, օգտակար լինել հանրությանը եւ կյանքում հասնել հաջողության։ Աշխարհը հավելյալ արժեք ստեղծելու վրա է հիմնված։ Եթե օրինակ մի ընկերություն լինի, որը մի հրաշալի բան է սարքում, բայց դա հավելյալ արժեք չի ստեղծում, իսկ մարդիկ դրանից օգուտ չեն քաղում։ Ինչ-որ մի բան ավելի արագ չի անում, քան ընդհանրապես էր անում, ինչ-որ մի բան ավելի արդյունավետ չի անում, բայց հավանականությամբ այդ ստեղծածը ձախողվել է։ Եվ լավագույն եւ հաջողակ մարդիկ, ընկերությունները, նաեւ այս կրթօջախը իրենց հավելյալ ստեղծած արժեքով են։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը, Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների գործունեությանը ծրագրավորման ոլորտում արձանագրված ձեռքբերումներին։ Մեր ուսանողները տեղեկացան, թե արհեստական բանականության դարաշրջանում որ մասնագիտություններն են, որ դեռևս պահպանվելու են, եւ ավելի կրթության ոլորտում ինչին պետք է ուշադրություն դարձնենք որպես ապագայի կրթական հաստատություն։ Կրթվեցինք, թե ինչ որոշումներ կարելի է կայացնել կարիերայում, թե ինչպես կարելի է զարգացնել քո ունեցած գիտելիքը եւ հարմարվել արհեստական բանականության դարում։ Նման հանդիպումները ավելի շատ ոչ թե տեխնիկական գիտելիքների, այլ կոնկրետ հենց կյանքի խորհուրդներ, որ ճանապարհով արժի շարունակել եւ նման բաներ օգնում են ուսանողներին ավելի լավ հասկանալ։ Հակոբ Արշակյանը քոլեջի տնօրենի ուղեկցությամբ շրջել է նաև կրթական հաստատությունում ծանոթացել սաների համար ստեղծված կրթական նորագույն պայմաններին։ Քոլեջն արհեստական բանականության եւ թվային լուծումներով է աշխատում։